Էրիկ ջան, ես վստահ եմ, որ դու կապ չունես Վարադեի հետ տեղի ունեցածի հետ ու նախաձեռնությունը քոնը չէր։ Դու ուղղակի ընկերներիդ կաշին փրկելու համար մեղքը քո վրա վերցրեցիր, ինձ էլ անհարմար իրավիճակի մեջ գցեցիր։ Մամ, լավ էլի, ես ոչ մեկի կաշին էլ չեմ փրկել։ Այդ ամեն ինչը ես եմ մտածել ու ես եմ պնդել, որ անենք։ Ես չեմ հավատում, Էրիկ։ Գիշերվա անակնկալը քիչ էր, մի հատ էլ առավոտյան անակնկալ մատուցեցիր։ Մի քիչ էլ ու ես լանջունու օրն եմ ընկնելու։ Պիտի նվաղես։ Էրիկ ջան, դու գոնե պատկերացնում ես, թե ինձ ինչ իրավիճակի մեջ գցեցիր։ Ես ինչի պետք է տնօրենի մոտ իմ գլուխը կախեմ։ Դե թողներ, թող հեռացներ։ Կտեղափոխվեի ուրիշ դպրոց։ Իմ պատճառով էլ չէի ամաչի։ Ու քո կարծիքով ես կթողնեի, որ նման բան պատահեր, հա։ Լավ, հիմա ինձնից ինչ ես ուզում։ Արել եմ նենց, ոնց ճիշտ եմ գտել։ Վերջի վերջո ընկերներիս մասին եմ մտածել։ Իսկ իմ մասին, Էրիկ ջան, կլինի ինչ որ մեկը իմ մասին էլ մտածի։ Լավ էլի, տենց մի ասա։ Ես հո լավ գիտեմ, որ դու ուժեղ մարդ ես, որ այդ մանր-մունր հարցերը դու ի վիճակի ես մի ձեռքի շարժումով լուծես։ Հարցը դա չի, որ ես ի վիճակի եմ։ Հա լավ, հիմա ինչ ես ուզում։ Ուզում էիր թողնեի, որ այդ ամեն ինչը Միշոն իրա վրա վերցներ։ Միշոյի խնդիրները քիչ է, մի հատ էլ լանջունու հետ խնդիրներ ունենար։ Այ Աստված իմ, ինձ ուժ ու համբերություն դուր։ Աստված եմ կանչում, որ գնանք տուն, հայրը տնից գնացած լինի գոնե օրվա ավարտը լավը լինի։ Հանգիստ տեղի գնացած կլինի, որ ինքը երեքս թափ լիներ, հասկանար իրան ուր էի տանում, չեր էլ գա։ Ես իրան ուրիշ տեղ չէի կարա տանել։ Այդ ինչի չէիր կարող որ։ Ես գիտես ինքը որտեղ է ապրում։ Չէ, չգիտեմ, ինչ որ հյուրանոցում երևի։ Չէ, սխալ գիտես։ Ինքը մեր բարմեն Արմենի տանն է ապրում։ Դա իմ մեղքը չի։ Ես այդ ամեն ինչը գիտեմ, բայց ինքը իմ պապան է, ես պարտավոր եմ իր մասին հոգ տանը։ Շուտ մեծացար դու տղա ջան, շատ շուտ մեծացար։ Ալո, ես էլ ուզում էի քեզ զանգեի։ Բա ինչի չէիր զանգում։ Դե մտածեցի, որ մամա դեռ ջղայնացած կլինի ու դեռ խոսելուց կլինեք։ Դե բարկացածը, բայց արածիս հետ հաշտվել է։ Բայց ինչ արեցիր, տապալեցիր բոլորիս։ Գոնե ինձ ասեիր ինչ ես որոշել։ Չէի որոշել, բայց որ Միշոն կանգնեց, հասկացա, որ այդ ամեն ինչը իր համար լավ չի ավարտվի։ Այդ Միշոյի անունը որ տալիս ես, Շուրջ չեմ հասկանում, թե Մարիի հետ ինչի եք տենց վարվում իր հետ։ Որովհետև Միշոն խաբել է Մարիին ու ի դեպ դու էլ։ Երկուսով նույն բանը ասեցիք ու ուրիշ բան արեցիք։ Լսի, չեմ ուզում հեռախոսով երկար բարակ խոսամ, բայց իսկապես թյուրիմացություն է եղել։ Միշոն կյանքում Մարին չի խաբի։ Ես Մարիի տեղը ոչինչ բան չեմ կարող ասեմ, բայց ես էլ լինեի իր տեղը հաստատ նույն կերպ կվարվեի։ Իմանամ էլի։ Ու մի գրամ էլ չկասկածես։ Ախող աշտեղ մնացիր։ Եկ հաց ուտինք սառումա։ Մամ, ես եկամ։ Սիրում եմ ձեր սիրուն բարբառը։ Մենակ բարբառը։ Դու գնա հացդ կեր, հետո կասեմ ում կամ ինչ եմ սիրում։ Չէ, հենց հիմա ասեմ։ Հետո կասեմ։ Հենց հիմա։ Սիրում եմ քեզ կյանքս։ Ես էլ քեզ։ Շուշի, բան ա եղել կամ չես։ Տելեֆոն աղում իլա խուսեիս, մամ, ինչ սարք հա։ Հոտս գում չես։ Կուրկուտ։
Մամ, գիտեմ չսոնցում կարոտալ Արցախը, իմ հողն ու ջուրը։ Բա ոնց չեմ գիտում։ Ես էլ եմ կարոտում, բայց ինչ։ Սրտս արդեն ճաքում է, բապուն անավեշ մի լուրջ չկա, վեշ իմ պեն գիտում չանք։ Որ իմանայի կուրկուտը պիտի սարքեմ ու քո նաստրայինին ընկնի, չէի սարքի։ Գիտում ես սոնցում կարոտալ մեր տոնը, հնգերնես։ Բա ոնց չեմ գիտում։ Ես էլ եմ կարոտալ մեր հողը, մեր ջուրը, ամեն ինչը։ Բայց փառք Աստծո, ստեղ ենք, մեր կողքը այսքան լավ ու բարի մարդիկ կան, էլի լավ է, փառք Աստծո։ Դու ես ասում եմ։ Այչի կորկոտից խոսացի մոռացա, գործ եմ ընդունվել։ Հա, ինչ լավ աշտեղ։ Իդանա ճարալ, մեր տակի խանութն ավաշնոյ։ Վաղվանից գործ եմ։ Շատ լավ է։ Դիժեր գործ է, հասցնանս։ Տանձ ու խնձոր եմ ծախելու, դրա դժերը որն է, բարձրագույն մաթեմատիկա չի։ Շատ լավ է, մամ։ Դե շուտ արա կեր սարեց։ Ինչ որ աղնա պակոս։ Բապ, դու ես։ Սոնսոր համ դու ես, համ խմած, հա։ Հել բապ ջան, հել գնա տեղերդ քնի։ Բապ ջան, ես դիրքով որ քնես, մեջքդ էլի բռնվելու է, հել օգնեմ գնա տեղերդ էլի։ Վազնան չիտրա, գլուխս տրախում եմ այդ կոֆե դիրխամ։ Բապ, գիտես ինչ լավ լուր ունեմ։ Ինչ լուրը, փող ես տացը։ Չէ, բապ, ինչ փող։ Որ այդ համար խմելու բան ես բերե, չէ։ Չէ, բապ, խմելու բան չեմ բերել։ Բեր ինչ լավ լուրը։ Բապ, Մարի մամայի հետ կլինիկայից կապվել են։ Մի խոսքով ասում են մամայի ուժումը շատ լավ ընթանում է, սպասվածից լավ։ Ես էլ ասեմ ինչ է եղել։ Միշտ բա դրա համար մարդ են քնից անում։ Նենց ուրախ եմ մամայի համար, բապ, շատ եմ կարոտել։ Մարդ ես կտե կարոտում։ Հաշվին դեղ պարկած էլի, բան չի փոխվել։ Այդ կոֆեն ինչ եղավ, վրա գլուխս պայթում է Միշո։ Միշո, ինչ եղավ այդ կոֆեն։ Չապիրանը ջուրանը կանգնի, ինչ եղավ կոֆեն։ Դուր ես կտնեմ։ Ես կրես, թող բապ ես դուր, ախ, թևս, ախ, ես ինչ արիտ, բապ, Շան լագոտ, որ ասում եմ դուր։ Այրո, Ինչ կա ախպեր, ոնց ես։ էր ախպորպես հետո կզանգեմ էլի, ձերս եմ վարը թող, Ոնց։ Հո շատ բան չի եղել։ Լավ, հեսա գալիս եմ քեզ տանեմ հիվանդանոց։ Լավ, հիվանդանոց չեն գնա, լավ, օքեյ, լավ։ Լավ, եկա։ Էրիկ։ Նա որ առանց ասելու գնացել է։ Ոչինչ Էրիկ թող։ Կգաս հոտում։ Ողջույն Ներսես։
Բարև, թակուհիս, ո՞նց ես։ Սպառված, բայց որ քեզանից զանգ եմ ստանում, ակամայից ուշքի եմ գալիս։ Էդ ի՞նչ ա պատահել, որ Ռիմա ջան։ Այսօր այնպես իրավիճակ է ստեղծվել, որ քշերքի մի կողմում կանգնել եմ ես իմ ողջ մանկավարժական պրակտիկայով ու չափանիշներով, մյուս կողմում ինձ համար թանկ անձնավորություն։ Ու չգիտեմ ինչ անեմ։ Հասկանում ես ինձ, Նարսես։ Հասկանում եմ։ Ռիմա հետով կա ինձանից, բացի որ կարող է քո կյանքում նման դիրք սպառեցնել։ Ախ, Նարսես, այնքան ցավալի է այս ամենը ինձ համար։ Ես Էրիկի մասին եմ խոսում։ Թորան ես։ Ինչ ա պատահել։ Երկար պատմություն է։ Կարևորն այն է, որ ես հիմա չգիտեմ ինչպես վարվել։ Էրիկն ինձ այնպիսի վիճակում է դրել, որ ես ստիպված եմ նրան պատժել, բայց միայն այդ մտքից սիրտս նվաղում է։ Ուրեմն մի պատժիր Թորանես։ Արի ես անգամ ամեն դու չես նվաղի իզուր։ Դա էլ չեմ կարող անել։ Պիտի այնպիսի բան մտածեմ, որ դա որպես պատիժ ընկալվի, բայց մեղմ լինի։ Ռիմա, դու լրիվ երկու անհայտով հավասարում ես։ Ոչ մի կերպ քեզ լուծել չի լինում։ Նարսես, ինչքան եմ քեզ կարոտել։ Քո ջերմությունն եմ ուզում ստանալու, քո սփոփանքը։ Մի քիչ ամփերի թակուհիս, այդ հարցն էլ կլուծեն, կամ քեզ կբերեմ ստեղ, կամ էլ ես կվերադառնամ։ Ես չեմ կարող հայրենիքից հեռու ապրել, Նարսես։ Իսկ ինձանից հեռու կարող ես։ Դա էլ չեմ կարող։ Եվս երկու անհայտով հավասարում։ Չգիտեմ։ Թակուհիս։ Ոայ մարդ կամաց սկսել եմ ես էլ նվաղել։ Նարսես։ Տիգրան, ինչ է պատահել, ինչ ես մինչև հիմա դպրոցում, դասերը վաղուց վերջացել են։ Ձեզ էի սպասում, ընկեր Արշատյան ջան։ Դասի ժամանակ է ուզում մոտենամ, հասկացա, որ սպառված եք, որոշեցի թողնեմ դասերից հետո։ Ինչի համար, ինչ հրատապարծ է, որ այսքան սպասել ես։ Տիկին Արշատյան, ուզում եմ ձեզ խնդրել, որ մի քիչ ժամանակ հատկացնեք եւ պարապեք ինձ հետ։ Ինչ պարապեմ, Տիգրան։ Ճիշտն ասած, այս վերջերս հայոց լեզվից մի քիչ խեղճանում եմ ու կուզենայի ժամանակ հատկացնեք եւ պարապեք ինձ հետ։ Դուք իմ իմացած ամենալավ հայոց լեզվի դասատուն եք։ Ձեզանից լավ ինձ թվում է ոչ մեկ չի կարող պարապել։ Շնորհակալ եմ իհարկե, բայց ես չեմ նկատել, որ որևէ բան կա, որ դու չես յուրացնում։ Հակառակը ես կասեի, որ դասարանի երևի թե ամենալավ հայերեն իմացող աշակերտներիցս ես։ Դե դա այդքան էլ այդպես չի։ Դե ամեն ինչս անում եմ, որ դասերին միշտ պատրաստ կամ եւ հետ չմնամ։ Բայց երբ մենակով պարապում եմ, հասկանում եմ, որ լիքը բաներ կա, որ չեմ հասկանում։ Օրինակ ինչ չես հասկանում։ Դե սենց չեմ կարող ասեմ, բայց ինձ հաստատ ձեր նման մասնագետ է պետք, որ բացատրածը չշփոթեմ կամ չմոռանամ։ Լավ։ Չնայած կարծում եմ, որ դասի ընթացքում բացատրածս բավական է եւ դու շատ լավ յուրացնում ես, բայց եթե այսքան պնդում ես, կպարապենք։ Շատ շնորհակալ եմ ընկեր Արշատյան ջան։ Դասերից հետո մի կես ժամ ավել կմնաս, կպարապենք։ Կարծում եմ այդքան էլ լրիվ բավական կլինի։ Չէ, էլի ընկեր Արշատյան։ Դասերից հետո արդեն հոգնած կլինեմ ու լավ չեմ յուրացնի ձեր բացատրածը։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, շաբաթվա մեջ 2 կամ 3 օր գամ ձեր տուն, այդտեղ պարապենք, մեկ էլ եթե հնարավոր է, երեկոյան ժամերին, էլի, առավոտյան այնքան պարապմունք ունեմ, չգիտեմ որը մեկը հասցնեմ։ Լավ։ Մի հատ գրաֆիկս կճշտեմ եւ տեղի կպահեմ։ Շատ շնորհակալ կլինեմ ընկեր Արշատյան։ Խնդրեմ։ Հաճելի է, աշակերտը ցանկանում է ել ավելի խորացնել գիտելիքները։ Հաջողություն։ Ստեսություն։ Ես ինչ երջանիկ դեմքի արտահայտությունը, կարամ ենթադրեմ, որ մտածածդ ստացվել է։ Կասկածում էիր։ Դե լավ, բա երբ այնց եք սկսում։ Ասաց վաղը կասի։ Դե շնորհավորում եմ։ Վերջապես ավելի մոտ կգտնվես սիրելիդ տնփեսը։ Լավ չես։ Լավ, մի վատացի, կատակ եմ անում։ Դու ավելի լավը մտածի ոնց անես, որ Միշոյդ ավելի շուտ հասնես։
որ Մարիցս ինչքան հնարավոր է շուտ հիանտա։ Թե չէ համ իմ դառն եմ լացում, համ քո։ Այ ախպերս ինչ ես արել։ Ասում ես ցավից պայթում եմ արդեն։ Գոնե դեղմեղ քսել ես։ Չէ, տունը նայեցի դեղ չճարեցի։ Մենակ վիրակապել եմ։ Ես ինչ է։ Դեղա։ Այրվածքների համար է։ Դեղատան աշխատողը ասաց, օրը 3 անգամ քսի, վիրակապն է փոխի, կանցնի։ Մերս քանդեմ, այս դեղը մի հատ քսեմ։ Այս մազից։ Ապրեսեր։ Ինչի համար է եղբոր։ Ամեն ինչի։ Վայ հորս օրև։ Ես ոնց ես արել, ոնց է ստացվել։ Ախպեր դե ես իմ ստացվեց էլի։ Ստացվեց թե օգնեցին որ ստացվի։ Տենց մի բան։ Քնածը։ Ասենյակում է։ Իսկ Մարիի հետ խոսացել ես։ Մարինը մի կողմից էլո։ Ինձ հետս թարսով է համերը ինձ չեն նկատում։ Խմել ես։ Հա, Շուշին ասաց, որ շատ նեղացած է։ Բայց ես փորձեցի ախպեր ամեն ձև խոսամ հետները, բացատրեմ, որ դու անի հետ կապ չունես։ Բայց Շուշին էլ չհավատաց։ Ասում եմ, որ նույնիսկ Մարին քո կներեսին չի սպասում։ Բայց ինչ կա ներեսերով։ Չեղած բանի համար ներողություն խնդրեմ։ Ախպեր ես ավելի լավ սպասեմ, Մարիս ներվերը կհանգստանա, հետո ես իր հետ կխոսամ։ Բայց հիմա սրտիցը տարուն է, չէ՞ կաթում։ Ախ, ճիշտ է նկարագրիր։ Մարին ախր ամեն օր դպրոցում տենում եմ, բայց ընդհանրապես չեմ կարող կարոտս առնեմ։ Բայց ոչինչ։ Հեսը կհաշտվենք, մի հատ պինդ կգրկեմ, սիրտս կհանգստանա։ Երբ քրոջս մասին ես խոսում, լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Լավ ասենց, թոմնա ջանը քաշի։ Հետո կվիրակապենք։ Էր ասում եմ դուրս չգանք մակրոթին մի քիչ ման գանք, համես ներքևի խանութը գործ ունեմ մի հատ։ Կարող է ինչ-որ խնդիրներ ունես։ Չէ, ախպեր։ Պապայի պահով եմ պետք է դրանց տենամ, բանը խոստացել չեմ պահում իրենց խոսք տվածը։ Կարամ ինչ-որ հարցով օգնեմ, թեկուզ պապայի առումով։ Կարամ պապիկին էլ ասեմ, եթե պետքա պապային էլ ուղարկենք բուժման։ Ձև չէր, չհավատաս դրան։ Արի գնանք ավելի լավ է։ Լավ։ Չեմ խանգարի։ Չէ, մամ ջան, դու ոնց կարաս խանգարես ինձ։ Շատ իզուր չեկար ճաշ ուտելու։ Տատիկն այնքան համեղ խապուր էր պատրաստել։ Չէի ուզում, ախորժակ չունեմ։ Դասից որ եկար, այդ ժամանակ էլ չունեիր ախորժակ։ Այդ ժամանակ էլ ախորժակ չունեի։ Գիտես, այսօր Միքայելն էլ էր մի տեսակ անդրամադիր, անձնական խնդիրներից էր խոսում։ Եթե չես ուզում խոսենք, չենք խոսի։ Բայց ես որքան հիշում եմ, դու ինձ խոստացել էիր ամեն ինչ պատմել։ Մամ,
Միշան էլ կարևոր թեմա չի։ Այդպես հանկարծ կտրուկ։ Այդպես եմ ուզում։ Սիրտդ է այդպես ուզում։ Չէ, գիտակցությունս։ Միքայելը քեզ նեղացրել է։ Մամ, կլինի էլ իր անունը չտաս։ Չեմ ուզում իր մասին խոսենք։ Կարող ենք իհարկե չխոսել, բայց լռելուց դու քեզ ավելի լավ չես հասկանալու։ Մամ, ես հասկանում եմ, թե ինչ եմ զգում։ Ուղղակի այլ կերպ վարվել չեմ կարող։ Հակառակ դեպքում ես ինքս ինձ չեմ հարգի։ Միքայելը քեզ նեղացրել է։ Չեմ էլ կարող պատկերացնել, որ Միքայելը քեզ միտումնավոր կարող է նեղացնել։ Ամեն դեպքում հիշիր, որ միայն իրական սերն է բոլոր դժվարությունները հաղթահարում։ Մամ, այդ մենակ հնդկական ֆիլմերում է լինում։ Ոչ, իրական կյանքում էլ է այդպես լինում։ Եվ այս կյանքում ամենաուժեղ զգացմունքը դա սերն է։ Մնացած բոլոր զգացմունքները սիրո խոնարհ ծառաներն են։ Հանուն սիրո մարդիկ ներում են, վերադառնում են, շարունակում են ապրել։ Մամ, սերը մարդուն խոցելի է դարձնում։ Ես չեմ ուզում սիրեմ, որ կարողանամ ուժեղ մնամ։ Ամենաուժեղ մարդիկ իրականում սիրող մարդիկ են։ Իսկ դուք այնքան երիտասարդ եք, դեռ այնքան եք կռվելու, հաշտվելու։ Մամ, չեմ ուզում ոչ սիրեմ, ոչ կռվեմ, ոչ էլ հաշտվեմ։ Ուզում եմ մոռանամ Միշոյին էլ իր սերն էլ։ Որևս։ Ինչ-որ մեկին ես սպասում։ Չէ։ Գնամ բացեմ։ Դու նա ինձ մոտ թող տատիկը բացի էլի։ Տատիկը չի կարող բացել, որովհետև տանը չի։ Նախ շոնից է գնացել։ Բարև Անուշ Արաֆշազյան, դուք եք։ Բարև ձեզ, այո։ Ուրեմն սա ձեր համար է։ Ումից է։ Չգիտեմ, բայց մեջը բացիկ կա, կարող եք տեսնել։ Լավ, շնորհակալ եմ։ Հաջողություն։ Ու բազում ժպտացող այս թթու դեմքերից դու կընտրես հենց տխուրն ու մռայլը։ Բրիլիանտ։ Իրոք է, բայց ինչ հայտարարություն, ինչ աշխատանք։ Դուք աշխատող չեք ուզում։ Տան աշխատող սպասուհի էր, ինչ էր։ Դե հա, սպասուհի ենք փնտրում, բայց ոնց որ թե սպասուհի բառը ինքնին ենթադրում է, որ պետքա աշխատողը կին լինի, չէ՞։ Այդ տիկին ջան, ես ինչ սեռական խտրականություն եք անում։ Ես պակ հասկանում եմ այդ գործը։ Դե լավ, իսկ ինչ եք կարողանում անել։ Այդ ուրիշ բան։ Ես մեծ աշխատանքային փորձ ունեմ։ Հիմա էլ աշխատանք եմ փնտրում։ Կզրուցենք, եթե կհամապատասխանի ձեր ուզած չափանիշներին, հենց այսօրվանից էլ կսկսենք աշխատանք։ Նախշունը շատ գոհ էր իր աշխատանքից։ Խանութի տիրոջից էլ ագոհ։ Ասում էիր լավ մարդ չի։ Կողքից ասում էին կոպիտ ու անտաշ մարդ է, բայց արի ուտես, որ իմացավ Նախշունը Արցախից է, ասեց բացի աշխատավարձից ամեն օր միրգ ու բանջարեղեն կտամ, կտանես տուն, որ դրա վրա փող չծախսես։ Բա Շատ լավ է։
Կարծում եմ նման մարդկանց բարության շնորհիվ է, որ այս աշխարհը շարունակում է դեռ պտտվել։ Թե չէ վաղուց արդեն կանգ էր առել։ Այո, իսկապես այդպես է, բայց ոյ, ես շատ ուրախ եմ։ Գոնե նախ շունես, ինչ որ մի ընթացքում հանգիստ կլինի։ Անուշ, Սվանը ինչ է իմացել, որ այսքան լիմոնա բերել։ Չգիտեմ, մամ ջան։ Վանի մտքի թռիչքն ինձ համար անբացատրելի է։ Անունը տվեցինք զանգեց։ Լսում եմ, բան։ Զանգել եմ իմանամ, այսօր քանի անգամ ես ժպտացել։ Ճիշտ ասած, չեմ հաշվել։ Սրանից հետո հաշվի, հարցնելու եմ, որ մոտս գրանց եմ։ Ուղիղ 2 ամիս հետո ես քեզ հաշվետվություն եմ ներկայացնելու ու ապացուցելու եմ, որ ես քո ներաշխարհի վրա շատ լավ եմ անդրադառնում։ Բայց խոստացի, որ ազնիվ կլինես։ Գիտես, որ այս ու այն կողմ խոստումներ տվողներից չեմ։ Հիմա ին վրա վստահ չես, թե քո։ Քո հետ այս խոսակցությունը շարունակելու ցանկությանս վրա վստահ չեմ։ Ինչի՞։ Կարող է թթու լիմոնս կերել դեմքդ խառնվելը։ Կիտրոնը շատ համեղ էր, հատկապես թեյի հետ։ Երև են ամենասիրուն ժպտացող սմայլիկով կիտրոնն ես, չէ՞, վերցրել, սենց բարակ կտրատել լցրել թեյի մեջ ու խմել, որ էլ այդ սիրուն դեմքը չտեսնես։ Ոչ, սխալվեցիր, հակառակը։ Ոնց։ Չեմ հավատում, ամենատխուր դեմքով սմայլիկին ես զոհաբերել։ Ոչ։ Ամենաջղային կիտրոնին եմ զոհաբերել։ Ինձ էլ թվում էր դրան ամենախորը տեղն ես պահելու, որ ոչ մեկ չգտնի։ Ախր քեզ շատ նման է։ Գիտես չէ, որ ուղղակի անտանելի ես։ Ես էլ քեզ եմ սիրում արևս։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Պաչում եմ, գրկում եմ, հետո դնում եմ տեղը ու անջատում եմ։ Վանին ինչ մոծակ էր գծել։ Վանին արդեն ահագին ժամանակ է մոծակը գծել, բայց ուղղակի դու չես ուզում։ Շուշ ապրես, որ ասացիր տանից դուրս գանք։ Գոնե սենց մի քիչ ծրվեցի։ Գիտեմ, ես քո ամեն միտքը հեռվից հեռու զգում եմ։ Զգացել եմ։ Տեսնես Ջորջի աղբերը այստեղ, հա? Ջորջի ինչ գնացել է, տեղեկություն չունենք։ Հարցնենք, տեսնենք ո՞նց է։ Չգիտեմ, բայց կարանք աշխատողներից հարցնենք։ Շուշի, հորիկ ինչ ես ասել, որ այստեղ ենք։ Միշոյին վերցնի գա, տրամադրությունը չբարձրացած նորից ընկնի։ Տնից դուրս գալուց առաջ չէի կարող Երիկ ինչ ասեի, բայց հանգիստ տեղի չեն գա։ Հաստատ, եթե գալու են, ես հենց հիմա տուն եմ գնում։ Ասեցի հաստատ, հանգիստ տեղի։ Մար, բայց Միշոյի հետ չես խոսելու, հնարավորություն չես տալու, որ բացատրվի։ Ինչ բացատրություն պետք է տա Շուշի։ Ես իրան հնարավորություն չեմ տալու, իր արածը ներում չունի։ Երեխեք ջան, այստեղ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մենք էլ ձեզ էինք փնտրում։ Ջորջը ինչ գնացել է, իրենց տեղեկություն չունենք։ Կամ շատ զբաղված է, կամ էլ մեծ է սկսել մոռանալ։ Ինքը ձեզ մոռացողը չի։ Իրան էլ հասկացեք, համ աշխատումը, համ սովորումը, դրան մեկ ժամանակը չի գտնում, որ կարողանա ձեզ հաճախակի զանգի։ Մենք տեսնեմ որ ժամանակ է։ Չէ, հələ մի քիչ շուտ է, բայց եթե մի քիչ սպասեք, կարամ իրան զանգեմ, մի հատ վիդեոզանգով խոսանք։ Ահա, մենք դեռ այստեղ ենք, որ ստացվի շատ լավ կլինի։ Շուշի, բայց հաստատ չեմ գալու, չէ՞։ Հա, Մարի։ Միշոն հիմա այն վիճակում չի, որ գամ։ Այսինքն, ինչ հարավել Միշոյին։ Նոր ուրիշ բան էիր ասում, հիմա անհանգստանում ես։ Շուշի, եթե ես ասում եմ, որ Միշոյին չեմ ներելու, այդ չի նշանակում, որ չեմ սիրում իրան։ Գիտես, այդ ավելի դժվար է, երբ այդ մարդուն սիրում ես, բայց չես կարող իր կողքին լինել, իրան գրկել։ Այնքան սիրուն ես ասում։ Հա, Շուշի, բայց այդ ամենը փշրվում է այն ժամանակ, երբ երազանքներդ իրականության հետ է բախվում։ Միշոն ձեռքը վառել է։ Ոնց։ Որտեղ է վառել։ Ոնց, Շուշի։
Չգիտեմ, Երիկն ասեց, որ գնացել է դեղ գնի, գնա իր մոտ, բայց ասեց, որ վերքը շատ խորն է։ Շուտ Երիկին զանգի։ Ինչի համար։ Ուզում եմ իմ ականջով լսեմ, համոզվեմ, որ Միշոն լավ է։ Բարձրախոսը դիր։ Ալո, Իսկ մի փոքր գոնե կպատմեք ձեր մասին։ Կպատմեմ։ Ես Մարլեն Պետիկյանն եմ։ Ամուսնացած եմ, ունեմ 7 երեխա ու մի կին։ Գովելի է։ Հետո 10 տարի աշխատել եմ նախարարի տանը, լավ խոհարար եմ, վարորդ, նաև տայակ։ Բոլորը միասին։ Ահա, հասկացա։ Իսկ ո՞նց եք կարողացել այդ ամեն ինչը համատեղել։ Ինչա տեղել։ Դե նկատի ունեմ ո՞նց եք միաժամանակ ամեն ինչ հասցրել։ Դա ինչ, ես դրանից հետո հիվանդանոցում եմ աշխատել, որպես շեֆ-պովեր, սպասք եմ լվացել, դու մատուցող եմ եղել, էլ չեմ ասում, գիշերները նարկոզի բժշկին եմ փոխարինել։ Ոնց թե։ Լավ, նարկոզի բժշկի Պավոլ Կատակյան, ուզեք հենց հիմա մի լավ բան պատրաստեմ, համտեսեք ու իմ պրոֆեսիոնալ կարողությունները գնահատեք։ Կամ էլ ինձ ծանոթացրեք ձեր տան հետ, 30 րոպե ժամանակ տվեք մաքրության համար։ Կսրբեմ կտանեմ ամեն ինչ։ Չէ, կարիք չկա։ Իսկ երբ կարող եմ հասնել աշխատանքի։ Կներեք դուք գինով ցած եք։ Տիկին ջան, ես գինի չեմ խմում մի ամիս է։ Բա ես ինչ հոտ է գալիս։ Հոտ եմ զգում։ Ջան, դուք չգիտեք այդ նախկին հին խմազների հոտն ամ, քաշվել ամ, մաշկիս այդ հոտն է գալիս։ Թե չես մի շաբաթ չխմող եմ դարել։ Հա։ Սա էլ իմ այցեքարտը։ Մարլեն Պետիկյան, լավ փողի դիմաց կանեմ ամեն բան։ Հիմա ինչ եք ասում, ընդունում եք։ Ամեն դեպքում կրեատիվ է շատ։ Մամ ջան, բացում ես։ Անուշ, ձերքերս թաց են, դու բաց։ Ինչ ես անում այստեղ Կարո։ Ես քեզ խնդրել էի, չէ՞ որ մեր տուն չգաս։ Դժվար է հասկանալ։ Ասում եմ, որ սրանից հետո փող աշխատելու պլան ես մտածում։ Մի հատ արի ինձ մոտ խորհրդակցության, հա? Ախր ես քեզ շատ լավ գիտեմ։ Գիտեմ, որ դու քո խոսքին դեմ չես գնա։ Բայց ես քեզ մեծ հարցում եմ։ Դու չես կարոտում ինձ։ Ես որոշել եմ, որ դու դասերից հետո մնաս եւ օգնես Տիկին Արփիկին։ Ինչ։ Տիկին Արփիկի։ Այո, Երիկ, եւ հուսով եմ, որ դու պատվով կկարողանաս կատարել քո պարտականությունները։ Մտածում եք քեզ մենակ ենք թողնելու։ Ոնց կարելի կտենց բան մտածել։ Հատակի իմ վրա է։ Դե ես պատուհանները կնվանամ։ Հոպ, այդ չեղավ։ Էտեր մնացեք, քեզ չգտած կորցնեմ։